Մամայի տղեն, ցավտանի մամա, լավ ես։ Հա, բայց լավ ես, արիս, ներնի մամա քեզ, հանգիստ մի շարժվի ցավտանը։ Լավ ես, զգում քեզ չէ հիմա։ Լավ այն տղեն, աչուկները վտասա, աչուկները, հա ցավտանի մամա, արևիտ ներնի մամա, թանգս, ներնեմ քեզ, հանգիստ պարկի ցավտան է, նատ մամայի ձերը սեխնի, Չունենք այն ամեն ինչ որ մեզ պետք էր պաշտպանվելու համար, ամենայն դեպս ամեն ինչ արեցինք դրանց համար։ Հաց բերելու համար ես համարյա 800 մետր իջնում, գնում եմ այդ հացի հետևից ու մենակ ես եմ եղել այդ հացի հետևից գնացողը, չեմ ուզեցել որ ինչ որ մեկը գա։ Դաժե հրամանատարս չէր թույլ տալիս որ գնամ, բայց ասացի չէ, պետք է գնամ։ Ծխեցի մի հատ, ոնց որ սիգարետս վերջանալուց հետո որ կանգնեցի ոդկին նստած այդ թմբի վրա, իմ ոդկի կանգնելն ու արկին գնելը մի անգամից մեկ եղավ, հենց իմ դիմացով։ Մենք թուրք չենք, մենք իսլամիստ չենք, մենք քրիստոնյա ենք։ Մենք չենք ընդունում այդ։ Ես մինչև այսօր իմ մեջ ուժ չեմ գտնում եռաբլուր մտնելու։ Ես կարող եմ մտնեմ եռաբլուր ու ես հենց այնտեղ էլ մնամ մի անգամից։ Համար էին ուզում ինձանից, որ ես ասեի, համար ասում էի, բայց կիսա չէի կարում հաջորդականությունը հիշեի ու անընդհատ ոնց որ չեմ հիշում, երևի իմ ենթագիտակցությունից այդ գալիս էր 666 թիվը։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ չեմ, ես առողջ եմ, ինձ ինչ էլ եղել է, իմ ճակատագիրն է եղել։ Ու ես դա անգամ կորցրել եմ իմ հոգեբանական զգացումը, երբ որ մարդիկ այս թեմաներով խոսելուց կամ ինչ որ բանից նեղված են լինում, կարողանում են արտասվելով դատարկվել, իմ մոտ այդ բացարձակապես չի ստացվում։ Ես արդեն 8 ամսից ավել ընդհանրապես իմ աչքերից մի կաթիլ արցունք չի եկել։ Քարացել եմ ես։ Կարելի է ես չշարունակեմ, ես հոգեբանական ճնշումը նորից սկսվեց իմ մոտ։ Ես ինչ եմ ապրել այդ րոպեին։ Իրավիճակը շատ բարդացավ, իրավիզը սկսեցին ծակել, լեզուն ուռել էր բերանի մեջ, շնչառություն չկար։ Այս խաչս ես դրեցի բարձի կողքը ու Աստված խնդրում եմ ասեցի։ Թող ես լինի իմ երեխու վերջի օրը կոմայի մեջ մնալու։ Ես տուն եմ գալիս արդեն մաման ա գնում հիվանդանոց։ Զանգում են ընդեղից ասում են Վազգենը դուրս եկավ կոմայից։ Պատկերացնում եք ես ինչ եմ ապրել այդ օրերին։ Իմ համար դաժան օրեր էին։ Պատերազմից օրը որ սկսվեց այն փոքրիկին նայում եք դուք։ Իմ փոքր քույրնա մորա վերահատության գլխի չարվորակ ուռուցքով հիմա չկա իմ երեխան 40 քամսի 6-ին լրացավ հրաժեշտ տվեց մեզ հիմա Հիսուսի գրկում ենք Հերոս տղերքը մեր ելանված ուղի մեր Զովել չկա տղեք կրվի ժամի Սուրբ Էջմիածնից ողջունում եմ բոլոր այն անձանց, ովքեր այս պահին գտնվում են Արգոն բլոգի YouTube-յան ալիքում եւ դիտում են շատ կարեւոր եւ
Ջամանց ես։ Ոչինչ, կամաց ապակինում եմ։ Հաղթական տրամադրվածության, չէ՞։ Այսին որը պետք է լինի ուժեղ, ամուր, ու ես միշտ ասում եմ, որ մեր տղաները ինձ ուժ են տալիս, իրանք վիրավոր լինելով, ես իրանցից ուժ ստացած գնում եմ տուն։ Ինձ թվում է այսօր էլ այդպես լինել, չէ՞։ Իհարկե։ Ու այդ ուժը ամենաշատն է լինել քեզ ստացած։ Վազգեն ջան, տղաները իրականում հոգեբանական ճնշվածություն են ունենում, չէ՞։ Երբեմն դժվարանում են խոսել դաժան պատերազմից, որը ստիպված է եղել վերապրել ընդհանրապես վերջերս։ Քեզ մտա խնդիր թե անկախ ամենից կարող ենք անկեղծ խոսել։ Չէ, ես անկախ ամեն ինչից կարող եմ անկեղծ խոսել։ Վազգեն ջան, մեր հետևորդներին հետաքրքիր է բացահայտել քեզ որպես հերոս, սխալգործությունների այդ մասին իմանան եւ վիրավորումներ, թե ինչ վիրավորումներ ստացել դաժան պատերազմի հետևանքով։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնես, որտեղ էր կռվում, ինչ վիրավորումներ ստացար եւ ապակինման փուլը ինչ էտապում է հիմա։ Ես եղել եմ Մարտունի 2-ում, Դելեգարդա դիրքում։ Մեզ առավոտ դեռ 7-ը չկար, տագնապով հանեցին Զորամասից։ Այդ ընթացքում արդեն ահավոր ռմբակոծություններ անգամ մեր մոտ ընկավ արկը։ Դրանից հետո երբ որ գնացել ենք արդեն մեր պոստերը, այնտեղից տեղափոխվել ենք բարձրադիր գոտիները, ամեն մեկը զբաղեցրել է իր տեղը։ Ռմբակոծությունները այն որ ընդհանրապես դադար չեն ունեցել։ Ճիշտ է, չունեինք այն ամեն ինչ, ինչ որ մեզ պետք էր պաշտպանվելու համար, ամենայն դեպս ամեն ինչ արեցինք դրանց համար։ Կառիվը այնքանով թեժացավ, երբ որ սույերը դուրս եկան։ Երբ որ մեզ ասացին, որ արդեն մեր կողմի վրա աշխատում են, իհարկե զարմանալի էր, որովհետև մեր կողմից մենք այդ չենք տեսնում։ Մեր կողմից մեզ ոչ մի բան, բայց իրենց կողմից 9 հատ միանգամից դուրս է եկել։ Ֆոսֆորի մասին ասենք, խոսում են, ասում են 20 ամսի 20-ից, ամսի 27-ից, բայց այդպես բան էլ չկա։ Ֆոսֆորն սկզբից էլ եղել է։ Ուղղակի ասենք շատ սովորական վերտելյոտները երբ որ ասում են սպիշկա է թողում, որ իբր տեղը ցույց չտա, այդ սպիշկան ուրիշ ձևով է։ Իսկ իրանք համեմատում են իրար հետ։ Մենք գիտենք ամենասկզբից էլ դա սպիշկա է ուղղակի, բայց վերջում պարզվեց որ ֆոսֆոր է։ Ասենք տարածքային օդը, ասենք այն տիպի էր փոփոխվում, որ զգում էինք։ Բացի այն որ կար բարութի հոտը, որ անպամած էր լրիվ, այդ ես եղել եմ 6 օր կռվի ընթացքում, 6-րդ օրն եմ վիրավորվել։ Ասենք մենք մենակ այդ բարութի հոտն ենք շնչել ու այդ ամեն ինչը, ինչը որ մեր վրա օգտագործել են։ Իսկ այդ ֆոսֆորի հետևանքով եղան զինվորներ քեզ ծանոթ, որ հենց ֆոսֆորից վիրավորվեցին։ Մեր կողմից չէ, դեպի Հադրութի կողմ, որովհետև ես այն կողմն եմ ելի, մեր կողմից կային հրանոթներ, որ թեքված էին, որ իրանց էլ պաշտպանություն տայինք, իրանց կողմից են եղել տենց վիրավորներ, բայց ամենայն դեպս ասենք զարմանալի էր այդ ամեն ինչը, որ մեր կողմից, ասենք ոչ մի բան դուրս չեկավ։ Մենք ոնց որ անզոր լինեինք այդ բանին։ Բայց համառորեն մնացել ենք։ Սկսենք սկզբից։ Սովորական առօրյա ծառայություն, քանի օսա ծառայել։ 15-րդ ամիսից լրացել է ու ես մնացել շատ քիչ։ 9 ամիս ուղիղ։ Մնաց 9 ամիս ես վիրավորվեցի։ Մեկ էլ սկսում է պատերազմը, որը անսպասելի է առավոտը։ Չէ։ Մեր ծերունդը 2000-2001 թվերս միշտ ասել ենք, թող լինի մեր ժամանակով լինի։ Ինչու։ Չենք ուզում մեզանից հետո սերունդը տենար։ Մենք տենց էինք մտածում, տենց էլ եղավ։ Ամսի 27-ի առավոտներ լույսը նորմալ չբացված, քնած էինք ու ձեներից զարթնեցինք, մինչև հասկացան որ կռիվը, մինչև տագնապը հնչեցրեցին, մենք արդեն պատրաստ էինք, արդեն գիտեինք ինչ է գալիս մեր գլխին։ Խոճապ չկար։ Չէ, խոճապ չի եղել։ Իմ ասենք ամենավատ բանը կլիներ այդ ժամանակ, երբ որ խոճապ լիներ։ Կարող է չհասցնեինք անգամ Զորամասից դուրս գալ, եթե խոճապ լիներ։ Իսկ վաղ։ Չէ, այդ պահին մենք մենակ մտածում էինք այն որ մենք կռիվը սկսել է, արդեն զուտ պետքա պահենք, որ իրանք հետ չգան, չհասնեն մեր ընտանիքներին։ Մեր ամբողջական մեծ բանը է դա եղել, մեզ պետք չէր հենց այդ դիրքը պահենք, մեզ պետք էր որ իրանք հանգարց չգային հասնեին մեր ընտանիքներին։ Ճիշտ է, կարող է ասածս մի քիչ կոպիտ է հնչում, բայց ճիշտ է, նաև ժամանակին այդ դիրքերի համար մեր մեծերն են կռիվ տվել այդ ամեն ինչը պահեր, բայց արդեն մեզ էլ չէր հետաքրքրում, որովհետև կային մեր ծնողները,
կար են Հայաստան ասվածը, որ իրանք արդեն հետ էին գալիս ու առաջընթացը իրանց կողմից էր։ Այ ինչով է պայմանավորված ձեզ սերնդի մոտ չափից դուրս հայրենասիրությունը, որովհետև կա երբ որ մարդը ուղղակի խոսում է հայրենասիրության մասին, իր համար իրեն ներկայացնելու համար, ու կա երբ որ զգում ես որ մարդու միջից այդ ամենը դուրս գալիս, ոնց որ հիմա ես զգում եմ քո կողքին։ Այդ բացի են որ մարդու միջից այդ դաստիարակությունից է։ Եթե ծնողը երեխուն դաստիարակեց որպես մարդ, որպես հայրենիքին նվիրված մարդ, այդ երեխան տենց կմեծանա, եթե չէ, դա հաստատ սուտ է, որ ինքը կանգնի ասի ես հայրենասեր եմ, բայց ոչ մի բան չներկայացնի իր ասածը։ Պատերազմը սկսվեց, դիրքավորվեցիք, ամեն մեկը ձեր գործողություններով։ Ամեն մեկը եղել ենք մեր գործողություններով, դաժե ասում խոսում խնդում էինք, դաժե այդ բան չենք խուսափել ոչ մի բանից։ Դիրքից առաջին իջնողը ես եմ եղել, Սարի գլխի վրա ենք եղել մենք, ահավոր բարձր գոտի էր, հաց բերելու համար ես համարյա 800 մետր իջնում, գնում էի այդ հացի հետևից ու մենակ ես եմ եղել այդ հացի հետևից գնացողը, չեմ ուզեցել որ ինչ-որ մեկը գա, դաժե հրամանատարս չէր թույլ տալիս որ գնամ, բայց ասացի չէ, պետք է գնամ։ Գնացի, մի քանի անգամ գնացի, այդ ժամանակ անգամ ռմբակոծություններ, այն տիպի ռմբակոծություններ ա եղել, որ ես կարայի հենց այդ ճանապարհի վրա զոհվեի, բայց ես կարողացել եմ հացը հասցնեմ։ Թե իմ սովորածի շնորհիվ էր, թե ներքին վախը, որ բոլորս ունեցել ենք, բայց չենք կարողացել ոնց որ արտահայտենք կամ ինչ-որ բան այդ պահը, ադրենալինը երբ որ բարձրանում, արդեն ու չես կարող այդ վախը արտահայտես։ Քո մոտ սկսում է արդեն ուղղակի ավելի զգոն աշխատել, որ դու հասկանաս ինչ ես կարող անես։ Ես միշտ ասում եմ, մեծ պատերազմը իրականում հնարավորություն տվեց ճանաչելու լիքը խիզախ հայրոսների, ովքեր ապրել են մեր կողքին, բայց երբեք էլ որպես այդպեսին չեն գնահատվել։ Ու եթե տատիկն է կփաստի, որ միշտ քննադատության առիթ է եղել այդ սերունդը, չէ՞։ Մեր ժամանակ ուրիշ էր, ձեր սերունդը այսպես այնպես, բայց մեր սերունդը ճիշտ է, ուրիշ էր, բայց այս սերունդը ուրիշ է։ Ու դա պատերազմից հետո եկավ այդ գիտակցությունը, բացահայտումը։ Չէ, բայց ոչ շատ բոլորի մոտ։ 80%-ը եկավ արդեն պատերազմից հետո այդ գիտակցությունը, որ իրոք այս սերունդը լրիվ ուրիշ սերունդ է։ Այս սերունդը ուրիշ է։ Հասանք 6-րդ օրը պատերազմի։ Պատերազմի 6-րդ օրն էր, առավոտ 4:30-5 էր լինում։ Ես գնացի հաց ու ջուր բերելու, եկա գնացի բերեցի, արդեն հանել էի հացի պայուսակը բան, ծխեցի մի հատ, ոնց որ սիգարետս վերջանալուց հետո որ կանգնեցի ոտքին, նստած էի այդ թմբի վրա, իմ ոտքի կանգնելն ու արկին գնելը մի անգամից մեկ եղավ, հենց իմ դիմացով։ Այդ ժամանակ վիրավորվել ենք 2 հոգի, մեզանից հետո մեր ընդհանուր ջոկը զոհվել է։ Բայց մինչև ես որ ընկել եմ կոմայի մեջ, ասենք այն ընթացքը թե իրանք ոնց են ինձ տեղափոխել, ես էդի ոնց որ աշկերտից դեմն եմ մինչև այսօր, երբ որ կպավ ինձ այդ բեկորները ես ընկա, արդեն մի քիչ մարախլապատեց, մի քիչ շում էր ընկել ականջներից մեջ, ձեռքս տարա գլխիս կողմ, զգացի որ տաքացել է այդ հատվածը, տարա ու սենց ոնց որ բրով արունը տեսա, պրոստը տակ ֆրացի նայեցի վերև, որովհետև արդեն պարզ էր։ Մենք դրան պատրաստ էինք արդեն, չէի խուսափում դրանից։ Այդքանից հետո մի անգամից տեղեկտում հրամանատարը մերս երկուսից տեղափոխել են մեքենան, հրամանատարը եղել են կողքս նստած, դաժե բեկորան այնց թեքեր, որ ինքը ինձ ձեռքով գրկածապայել, որ ես հանկարծ շարժվեմ միամիտ այդ բեկորը ավելի խորանա։ Իրանք ինձ տեղափոխել են սկորու տեղում կոմայի մեջ ես։ Չէ, ուղղակի տեղափոխեցին սկորու մեքենան։ Մինչև հիմա գիտակցություն տերն է դեռևս։ Հա, ես համարյա հասնում էի Գորիս, այդ ժամանակ նոր գիտակցությունը սկորել է։ Ես այդ ընթացքում ինձ հիշում եմ, թե ոնց են տեղափոխել սկորին, հիշում եմ, թե ճանապարհին ոնց են սկորու կողքը էլի արկցել, որ սկորու վրա սաղասկուլ կեկի տեղերը, վզից վրա Շուշի հատված ունեմ, այդ բանը, որ վալն այս տվել պայթացրել էր, այդ Շուշեկից էլ մտավ վիզը, էլի բախտս տեղել չբերեց։ Դրանից հետո երբ որ հասել եմ Գորիս արդեն թե ուշագնաց եմ եղել, թե սրսկել են, այդ չեմ հիշում, մի պահ եմ զարթնել, հլզգում էի համ ձեռքս, համ կարողանում էի խոսալ։ Համար էին ուզում ինձանից, որ ես ասեի, համար ասում էի, բայց կիսատ չէի կարող հաջորդականությունը հիշեի ու անընդհատ ոնց որ չեմ հիշում, երևի իմ ենթագիտակցությունից այդ գալիս էր 666 թիվը։
հեռախոսը համարի վերջում։ Եթե ես ճիշտ թիվը ասեի, իմ ծնողները ավելի շուտ կիմանային։ Այսինքն հեռախոս համարի վերջին թվերից 666 է։ Հա, վերջնի ես էդ էի ասում, բայց մեր հեռախոս համարի թվերը լրիվ ուրիշ էր։ Հա, հեռախոսի համարը 666 եղել, վերջում 6 եղել է։ Վերջում 6 եղել է, բայց ես կենտրոնացել էի այդ 666-ը։ Այդտեղից հետո տեղափոխել են արդեն ինձ Աստղիկում ես եմ ասում հալալա բժշկությանը, որ ինձ փրկել են 20% հավանականությամբ ինձ փրկել են։ Դաժան վիճակում եմ եղել, պահիտակ զարթնում ես, արհեստական կոմա է եղել, երևի դրա հետևանքներ։ Ծնողս կողքս նստած եղել, պահիտակ աչքերս բացել եմ, ոնց որ զարմանայի, որովհետև ես հենց երազների մեջով էի անցնում, ես գիտակցում էի, որ ես ինչ վիճակում եմ, բայց հենց երազների մեջով էի անցնում, որ ահա որ վախենալու, ահա որ կաշվառը երևի հիմնականում այդ մարդու պատկերացումից է գալիս, որ այն ամենասկզբից պատկերացնում ես, այսպես նստածներս տեղը կարամ չէ, պատկերացնենք, ասենք, sense բան կարա լինի, նենց բան, այդ կոմայի ընթացքում այդ ամեն ինչը անցնում է, դու այդ ամեն ինչի մեջով անցնում ես։ Ես այդ իմ սեփական մաշկի վրա եմ զգացել ու ոչ մեկին չեմ ցանկանա նույն բանը անցնել։ Ինչքան տևեց այդ զգացողությունները, երազներ, տեսել 11-րդ օրը, երբ որ արդեն անջատեցին ինձանից տեղերը, ես անգամ օրերն եմ հաշվել, իմ երազի մեջ իմ դիմաց բացվեց կանաչ մեծ դաշտ, լրիվ, այն որ պարզ երկնքով բան, դրանից հետո քնեցի ինքս ինքն։ Ու զարթնել եմ արդեն ինձ պատգարակի վրա տեղափոխում էին լիֆտ, որ բարձրացնեին 9-րդ հարկ։ Չեմ խոսացել սկզբի 5 օրը, վզիս վրայից որ ծակած էր, չէի կարողանում խոսալ։ Հա, սրա խորացել եմ մի փոքր։ Ես այդ ընթացքում 5 օր համարյա չեմ խոսել, ինձ անգամ զանգել են, ես չեմ կարողացել բան ասել, իմ ծնողները դե ամուսնան լուծված են, իմ հայրն է ինձ զանգել, իմ եղբայրը եկել կողքս է մնացել միշտ, որ խոսում էր այդ պահին, ես լացեցի չդիմացա, որովհետև որ չէի կարող խոսեի, չէի կարող արտահայտվեի, իմ համար այդ էր դաժան, չգիտեմ, իրոք որ ոչ մեկը չեմ ցանկանա, մենք այնպես դժվար ճանապարհ ենք անցել, որ Երանի կտայի, որ այն որ ժամանակը հետ տալու հնարավորություն ուներ ու ամեն մեկս իմանար ինչ էր լինելու, որ կարողանանք փոխենք։ Ես կոմայից զարթնել եմ ու մի ընթացք էլի վատացա, որովհետև իմացա, որ զորքը չկա։ Զանգեցի ես արդեն այն, որ կարում էի կամած գոնե խոսեի, գիտակցությունս նորմալ էր, խնդրեցի ծնողս զանգեց, այդ ժամանակ էլի չէի շարժվում, լրիվ թու անզգայացած է, հիմա էլ աչակոմյան հատվածս չեմ զգում, մաշկային զգացողությունս չկա, բուժումներ արեցին, բայց ապարատներ գնացել էր։ Հա, 3 ամիս ընդեղ եմ եղել։ Այն էլ ասեղնաբուժությունն էլ չփրկեց, դոգերն էլ։ Ես մենակ այն պահը, որ ինձ զանգեցի ու չպատասխանեցին, իմ համար արդեն պարզ էր։ Ես կռիվ արդեն տեսել եմ, ես արդեն գիտեի ինչա կատարվի։ Դրանից ընդամենը 3 օր անց ինձ զանգեցին ու ասացին, որ իմ ընկերները չկան էլ։ Ում հետ կռվել ես։ Ում հետ որ կռվել եմ, ովքեր որ կողքս կանգնած են եղել, ովքեր որ դիրքից ինձ այդ ռմբակոծությունների ժամանակ ինձ տեղափոխել են, իրանք էլ չկան։ Ուղղակի, չգիտեմ, էլի ես մինչև այսօր իմ մեջ ուժ չեմ գտնում եռաբլուր մտնելու։ Ես կարող եմ մտնեմ եռաբլուր ու ես հենց այնտեղ էլ մնամ միանգամից։ Իմ հոգեբանական վիճակը ճնշվել է այդ փաստից, այդ ամեն ինչից։ Չգիտեմ, էլի։ Հիմա էլ էս պետական վիճակը թե ինչա կատարվում, ասենք էլի անհարգում են մեզ, ամեն ինչն էլ ճնշում է։ Ես էլ վիրահատություն ունեմ, գլխից ձախակում են հատվածի ոսկորը, որ փշրվել է, հեռացրել են մի քիչ մեծ մասշտաբով, բեկոր ունեմ աչքիս հետևում, որը որ կարող է թույլ չտամ հանել, որովհետև մի քիչ ծանր հետևանքներ կունենա, թե տեսողականի հետ կապված, թե ամեն ինչի։ Հիմա այդ քաղաքական ձևական թոուբոհը, մեր վրա է ամեն մեկը իր աթոռակռիվն է տալիս, արդեն զզվելի է դարձել այդ ամեն ինչը, առանց այդ պատերազմից հետո վիրավոր երկիրը տարվում է կործանման բոլորի կողմից հավասարաչափ, անգամ քաղաքացիների։ Թող մեկը գա ու մի հատ զինվորի տեսակցի, մի հատ շոկոլադ առնի ու հասկանա ոնց է,
ոչ թե դնեն ամեն մեկը զինվորի անվան տակ փորձեն ձայներ հավաքել ու այդ ամեն ինչը չգիտեմ ինչ անել։ Ես դրանում խիստ կասկածում եմ, որ ինչ որ մեկը զինվորի դուր կբացի։ Ես մենակ մի կադր եմ տեսել ընդամենը, որ պարոն վարչապետը գնացել է հիվանդանոց, գերի ընկած զինվորներին, մեկ էլ կոմայի մեջ եղած զինվորներին գնացել տեսել է։ Բայց այն որ ասում են այն մեկը սենց, այս մեկը սենց իմ համար արդեն մեկ է, թե ով է լինելու, ինչա անելու։ Որովհետև այս պետությունից մենք պետքա փոխանակ ունենայինք այն ամեն ինչը որ մեզ պետքա ապրելու համար, ես այսօր երկրորդ կարգի հաշմանդամ եմ դարել, բայց ես չեմ կարողանում աշխատել, ես չունեմ ֆինանսական վիճակ, ես ապրում եմ վարձով, ես մնում եմ իմ տատիկիս խնամակալության տակ, ասենք իմ համար ահավոր տհաճ է, երբ որ ես ամեն առավոտ զարթում եմ ու տենում եմ, որ իմ տատիկը գնացել է գործի, իսկ ես քնած եմ։ Դա դաժե ցավ է, ոնց որ ես ամեն անգամ հիշեմ այն փաստը, որ ես դարել եմ հաշմանդամ այս երկրի պատճառով։ Դու դեռ կհասցնես կարծում եմ, որովհետև եթե դու այդ դժվարության միջով անցել ես այսօր դրա մասին ուղղակի խոսում ես, հաստատ այս ընթացն է կարող ես պատվով անցնել ու այնքան ուժեղ ես, որ հաստատ հասկանում ես իրական քեզ որպես տղա, բայց հասկացի, որ այս ընթացքում առաջի հերթին քեզ համար կազդուրվելն է կարևոր։ Հա։ Եվ մեր ընտանեկան ամեն օրվա խնդիրը դա է, երբ որ ես ասում եմ, ես ուզում եմ աշխատել, տատիկս անձամբ համ նեղանում է, համ ջղայնանում է այն վրա, որովհետև ոչ մեկ չի ուզում, որ ես աշխատեմ։ Իսկ ինչ ոլորտում ես ցանկանում աշխատել, որովհետև 21-րդ դարում պարտադիր չի ծանր աշխատանք։ Ավելի շատ եղել եմ էլեկտրականության մեջ, շատ լավ եմ հասկանում էլեկտրականությունից, բայց այդ հիմա ինձ չի կարելի այս ասկոլկի համար թե մնացած խնդիրներով աջ կողմս որ չեմ զգում գործունեությունս շատ դժվար է հիմա կարողանում եմ հա շարժել բան բայց մաշկային զգացողություն չունեմ նույնիսկ այդ բեկորից խոսափողներ իրականում խափանվում խափանվում հա ինքը խնդիր է տալիս տեսնենք էլի կախված է վիրահատությունիցս վիրահատությունը շատ բարդ է լինելու որովհետև ինձ ասել են որ շատ հնարավոր է հենց իմ ոսկորը հետ տեղադրեն, եթե հնարավոր լինի, եթե ոչ, երևի տիտանով։ Իսկ տիտանը ինքն իմ համար առաջացնում է խնդիր, որպես բժշկական առումներով։ Ռադիոալիքներ, ասենք թե իր քաշի համար, թե իմ մաշկի ընդունելության համար, ահագին խնդիրներ է։ Ոնց հասկանում եմ, ձախակողմյան հատվածը ամբողջությամբ դահար կա այս հատվածը։ Այս sense մեջ շրջանով կադրում ինչքանով է երևում, այսինքն կարելս էլ կան ստեղից որ բացենք, ստեղից էլ կա կարիգից բարձրացող, sense ընդհանուր գլուխս կարած է, բացի այդ գլխից հետևներում ունեմ շրամներ, մի քանի հատ, գլխից հետևից 3 հատ է բեկոր խփել, այս կրծքավանդակից վերևից 4-5 հատ բեկոր է միանգամից խփել, գլխից այս կողմն էլ սաղ բեկորներ է, ստեղս էլ է կարած, ստեղս էլ մի քանի տեղից sense հիմնական վիրավորումը եղել է գլխի շրջանում, այսինքն։ Հա Իսկ այս հատվածը, որը դատարկ է, ինչ են ասում, պլաստմասա տեղադրվելու թե ոնց։ Կամ իմ ոսկորը կտեղադրեն հետ մշակման էր խոսքը, այսինքն հա վիրահատության։ Կամ ոսկորս մշակում են էլի իրանք, բայց շրվել է։ Հա, նու մեջտեղի հատվածից է փշրվել, սենց որովհետև մեծ լիստ է եղել իմ բեկորը, պլյուս դրան մյուսն էլ որ մտել է, մի անգամից վնասել է տվել, ուղեղից էլ է կապել անգամ։ Փառք ես այսօր որ ասում եմ ուղեղից հետ կապված ոչ մի խնդիր չեմ մտածում որ ունեմ, նամանավանդ իրանք էլ են ասում։ Ճիշտ է, ինքը շատ նուրբ վնասվածք է, որովհետև շատ լուրջ խնդիրներ կարող առաջացնի, բայց դա աշխատում ուշադրություն չդարձնեմ, որովհետև դրանով իմ կյանքը ավելի եմ բարդացնում։ Ինչքան ես մտածեմ, որ վատ է, այս այն է, իմ համար դա ավելի դժվարագույն է լինելու այս ամեն ինչը հաղթահարել։ Ես անգամ երբ որ անվասալյակը բերեցին, որ ինձ առաջի անգամ պետք է նստացնեին, ես ընդամենը 2 օր մնացի դրա վրա, որ ինձ ասել էին, որ համարը մի շաբաթ ինձ պետք է որ ես կազդուրվեմ։ Երրորդ օրը առավոտ էր, ես կանգնել եմ ոտքի, որ ոտքով հրել եմ այն կողմ։ Այդ անվասալյակը ընկել եմ այդ պահին, որովհետև չէի կարողանում հենց ինձ նորմալ պահել, բալանս չունեի։ Դրանից հետո պատերից բռնվելով սկսեցի քայլել։ Ճիշտ է, խոսում էին իմ վրա, ասում էին, որ պետք է վիճակը հիմա այնա որ դու հանկարծակի թեթև վատ զգաս քեզ կամ գլխապտույտ ու դու ընկնես, ասում են այդ քո համար կարող լինի ճակատագրական, բայց ես համառություն արեցի։ Ու փառք Աստծո իմ համառությունը ճիշտ էր, ես այսօր քայլում եմ։
ճիշտ է, մի քիչ դժվարություններ ունեմ, ես այսօր ձեռքիս եմ ուժ տալիս, ոտքս է թուլանում, քայլելուց, որ ոտքիս ուժ եմ տալիս, արդեն ձեռքս է թուլանում։ Իմ մոտ գլխապտույտները անպակաս է, ասենք հիմա նստած ես տեղից ոտքի կանգնեմ, իմ մոտ գլխապտույտը կա։ Ափսոսանք կա։ Չէ։ Ես չեմ ափսոսում։ Ես զգում եմ, որ խոսում ես այդ թեմաներով։ Ափսոսանք, հպարտություն։ Հպարտություն, որ մենք չունենալով տեխնիկա, չունենալով այն գիտելիքները, որը որ տվել են մեզ, բայց մենք նորմալ չենք ընդունել, մենք ինչքանով որ կարեցել ենք, պահել ենք։ Մեր հպարտությունը այդ է։ Իսկ որպես հայ զինվոր, երբ որ հետ հայացք ես գցում, երբ որ ընթացքն ես հաշվում, ինչ էր կատարվում։ Ինչ էր պատճառը պարտության։ Պարտության պատճառը իրանք շատ են եղել։ Քանակ։ Հա։ Ասում են մի հատ մեծական խոսք է, երբ որ ասում է ամեն ինչը քանակի մեջ չի, որակ գոյություն ունի։ Իրանք որակ չունեն, բայց իրենց քանակը այնքան շատ էր, որ իրենց համար մեկ էր։ Ես վստահ եմ, որ մեկ էր, որ հարյուրավոր զինվորներ էին, օրական իրանք սնայրերներին տալիս։ Իսկ կա այսպիսի մենտալիտետ, որ նրանք վախկոտ են։ Հա, Դա այդպես է։ կա, բայց իրանք հետ կապված ես մի հատ բան կասեմ ընդամենը։ Իրանք առնախում ժողովուրդ են, իսկ մենք չէ։ Հա, այսինքն իրանք ինչ-որ բաներ Իրանք համար մեկ է, իրանք կարում են մարդ, եթե մի ազգ կարում է մարդուն մորթի, ոնց կարա այդ ազգը, ասենք, վախ չունենա։ Միանշանակ ինքը վախ ունի։ Թե կյանքի հանդեպ, թե իր ապագայի հանդեպ, թե կռվի հանդեպ նամանավանդ։ Չի կարա մարդ մորթող ազնվորությունը վախ չունենա։ Այդ կարա անի վախկոտ մարդը։ Այդ մորթելը լրիվ ուրիշ հասկացողություն եմ ես հասկանում, սպանելը ուրիշ։ Սպանելուց դու գիտես, եթե չսպանես, քեզ են սպանելու, բայց մորթելը արդեն մենք թուրք չենք, մենք իսլամիստ չենք, մենք քրիստոնյա ենք։ Մենք չենք ընդունում այդ։ Այդ օրերին, երբ որ տեսնում ես մտերիմ ընկերներից զոհվում են քաշկի առաջ ու դաժանաբար, երբ որ տեսնում ես ամենուրեք արյուն, այդ դաժան վիճակները 18-20 տարեկանի համար դա չափից դուրս է, չէ՞։ Չափից դուրս է, բայց այդ բանին ոչ մի բան չես գիտակցում։ Դա արդեն դառնում ես, հա, համակերպվում ես այդ իրականության հետ։ Հա, իմ աչքի դեմը մարդիկ մահացան։ Ես տեսա թե ոնց են վիրավորվում։ Ուղղակի չմահացան, դաժանաբար այդ ամեն ինչը, հա։ Որտեվ ուրիշ բան է, երբ որ տեսնում ես մարդը ոնց է մահանում, ուրիշ բան է, երբ որ տեսնում ես մարդը ոնց է մասնատվում։ Հա, համաձայն եմ դրան։ Բայց այդ պահին փառք Աստծո, չգիտեմ այդ ինչ էր կատարում, երևի ադրենալինի պատճառն է եղել, որ մենք այդ պահը չենք զգում։ Եթե մենք այդ պահը զգայինք, մենք կարող է։ Բայց գիտես, երևի թե ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ ադրենալինի պակասը չզգացվեր ու մաս դուք փորձեիք դա գիտակցել, որովհետև վերջում չենք տեսնեին հոգեբանական ճնշումը, որը ուղղակի տեղի տալիս դրա կուտակման հետ։ Ես հիմա մեծ հոգեբանական ճնշում ունեմ, շատ մեծ։ Հոգեբաններ աշխատել են քեզ հետ։ Հա, այնտեղ են աշխատել վերականգնողական կենտրոնում, բայց ես հիմա ինքս չեմ ուզում, որովհետև ես ինքս ոնց որ ասած չեմ ասի հոգեբան, բայց ես այդ մասնագիտության համար գրքերս սա օգտագործել եմ, ես պատրաստվում եմ հիմա գնամ համալսարան, որ այդ ֆակուլտետում սովորեմ որպես հոգեբան, հա։ Ես ամենաբժիշկն ես քո գիտես, չէ՞։ Հա, ես ինքս ինձ ավելի լավ եմ կարում հասկանամ, ինձ ավելի շատ եմ կարում հանգստացնեմ, քան թե մեկ ուրիշը։ Ու եթե իմ հետ հոգեբանը խոսի, ես հոգեբանին չեմ կարա կոնկրետ պատասխաներ տամ, որովհետև լիքը գաղտնիքներ կան, որ հոգեբանը քո խոսելուց է բարձում։ Իսկ ես այդքան իմանալով ես ինձ թույլ չեմ կարա տամ։ Որովհետև եթե ես որպես լինեմ հոգեբան ու ինձ իմ գաղտնիքները բացեմ հոգեբանի մոտ, այդ ես էլ չեմ կարա համարվեմ այդ մարդը։ Այդ ամենա թույլ կետերն է հոգեբանության մեջ։ Որ ասում ես, որ համար չէ հիշում, վերջապես ում համար տվեցիր բժիշկներին։ Ես չեմ տվել այդ վաղ։ Ոնց են գտել։ Հետո ճիշտ ասած կոնկրետ չեմ հիշում, անգամ ես բանը, որ բինտերով փաթաթած է եղել դեմքս, ես որ պարկած եմ եղել, մեր բարեկամներից էլի մարդ ա եղել վիրավորին պես, եկել են ինձ չեն տեսել։ Այն արքի փակված ա եղել իմ դեմքը, որ ինձ չեն ճանաչել այդ բանը։ Դրանից հետո իմ եղբայրս ա ինձ գտել, մեծ եղբայրս, հորաքրոջս տղան։ Բոլոր հիվանդանոցներով ման են եկել ինձ։
բոլոր հիվանդանոցները վերջում տեղս գտել են մինչև իրենց աշխատակիցները արդեն սկսել են իմ ծնողներին, իմ ընտանիքին ման գալ, որ տեղյակ բան, որ ես այդ վիճակում եմ։ Եթե դեմ չես, եթե թեման քեզ համար փակ չի, վերադառնանք մանկություն։ Իհարկե։ Մեծացել ես տատիկի խնամակալության ներքո։ Չէ, սկզբից ոնց որ մինչև 14 տարեկան ծնողներիս հետ, հետո ծնողներս ամուսնալուծվել են, մենք ես, մայրս, եղբայրս փոքր քույր ունենք, մնացել ենք տատիկի մոտ, ես այսօր հպարտ եմ, ես այսօր ստացել եմ իր կողմից դաստիարակություն, մարդկանց հարգելու այն ունակությունը, որ շատերը չունեն, ես ունեմ ու շատ բարձր գոտի այդ ամեն ինչի մոտ։ Ես թե փոքրին եմ որպես փոքր հարգում, թե մեծին որպես մեծ։ Ես չեմ, որ ասած մարդիկ կան չունեն այն դաստիարակությունը, որ ոչ մեծի հետ խոսալու ձև գիտեն, ոչ փոքրի։ Իսկ ես Փառք Աստծո ունեմ այդ ամեն ինչը։ Ու դա երևում է վառ, ու դա շնորհակալ ենք տատիկին, որովհետև ինչպես դու ասացիր, դաստիարակությունը հայրենասիրության հետ կապված, ու առհասարակ տեսակի հետ կապված ամենակարևորն է, չէ՞։ Միանշանակ մարդուն ոնց դաստիարակես, ոնց մեծացնես, տենց կմեծանա։ Մի համեմատություն կարամ անեմ, որի վրա նույնպես վստահ եմ։ Այսօր եթե մենք Թուրքիայից նորածին երեխա բերենք Հայաստան, ու իրան մեծացնենք մեր դաստիարակությունով, ինքը մեզ չի ֆռալու հետո կծի։ Իհարկե։ Էդի մարդու դաստիարակությունն է գեները կյանքում չհավատակ որ խոսում են դրա մասին։ Ես եղել եմ մի դեպք, որ ասել եմ, որ այս ամեն ուղղակի մեծ բիզնեսի արդյունք է, որում դժում են ուղղակի ինչ-որ ազգերի ներկայացուցիչներ եւ շատ հանգիստ կարող ենք մենք ադրբեջանցի ծնվել, նրանք հայ։ Միանշանակ։ Չէ, այդ ամեն ինչը մենք չենք չէ որոշել ծնվել։ Միանշանակ Աստված մեզ ինչ տվել է, մենք այդ ենք ստացել։ Ես այսօր ասում եմ, ես ունեմ իմ Աստվածը, շատ ու շատ դեպքեր ա եղել, երբ որ առնչվել եմ մի հարցի, որ ասել են դու ինչ գիտես, որ քո Աստված կա, ես միակ պատասխանը, որ կա դրա հետ կապված, այդ հարցի շուրջ, Աստված այն թե մարդ, թե Սուրբ Հոգին է, որին ես իմ սրտի մեջ տեղ ունեմ ու որին չեմ տեսել։ Որն էլ քեզ փրկել է կարծես։ Որն էլ ինձ փրկել է ու ինքը միակ երևի էակն է, որ ես իրան չեմ տեսել, բայց հավատում եմ։ Որտեղ էիր, երբ որ իմացար պատերազմի ավարտի մասին եւ արդյունքի մասին։ Պատերազմի ավարտը հիշեցի։ Առավոտյան նոր զարթնել էի ես, դուրս եկա որ ծխեի, հիվանդանոցի բակում։ Դուրս եկա որ ծխեի, վերականգնողական կենտրոնում էի, արդեն Կայլասկի վրա էի հələ։ Որտան։ Ընդեղ են ինձ փրկել, իրոք ընդեղ մի քիչ փոխվեց թեման, բայց ասեմ, ընդեղի պես մասնագետներ ես ուրիշ ոչ միտեղ չգիտեմ։ Ես եղել եմ, տեսել եմ իրական հոյակապ անձնավորություններ են, այն որ չեմ կարա մանանամ թե ինչ առումներով, որովհետև բոլոր առումներն էլ վերաբերվում է իրանց։ Իրանք ինձ ուժ են տվել, որ ես քայլեմ։ Իրանք ինձ պահել են իմ այն հպարտությունը, որ ես քայլել եմ։ Եթե իրանք այդ բանը չանեն, ես կարող եմ չքայլեի, ես հուսախապ լինեի, բայց իրանք ամեն ինչ արել են իմ քայլելու համար, ամեն ինչ, թե իմ առողջության համար, թե իմ սննդի, ու ես մենակ շնորհակալ եմ իրանցից։ Իրանք իմ տարիքի մարդիկ էին, էլի, ասենք ոնց որ ասես պրակտիկանտներ ոնց որ լինեն, սենց թե աղջիկները, թե տղաները, ասենք իմ տարիքի ինձանից էլի մեծերը կային, բայց զարմացած էի ես իրոք։ Ես այդպես մտնոլորտ չէի տեսել ոչ միտեղ։ Դուրս եկար ծխելու եւ ու տեսա որ սաղ, որ ասում է մի տեսակ տխուր, սենց ինձև, ու մոտեցա տվեց այդ հարցը, որովհետև դե արդեն մենք դա առել էինք, որ ընտանիք էր այդ, մեծ ընտանիք էր իրոք։ Մոտեցա այդ հարցը տվեց ու ասեցին ես թուլացավ մի անգամից մարմինը սենց տեղ, որովհետև ես մի անգամից հետ գնացի այն պատերազմը, որ ես եմ տվել ու իմ խփվել է իմ տեսած զոհերը։ Ու հարցրեցին ինչի համար։ Հա, ու ես ինքս իմ մեջ հարցրեցի ինչի համար էլ։ Լավ, այս ընթացքում կարծում տատիկի համար էլ է շատ դժվար։ Չեմ պատկերացնում պատերազմի։ Ես կարամ այդ անգամ բացատրեմ, իրանք հիմա ես տուն այդ թեմայը որ մեկ-մեկ խոսում եմ, ես համակերպվում եմ այն մտքի հետ, ճիշտ է, մի քիչ դաժան բան է, բայց հա, ստացել եմ երկրորդ կարգի հաշմանդամություն, բայց այդ թուղթը ինձ ոչ չի բանում չի խանգարում։
ինքը ոչ մի բան չի փոխում։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ չեմ։ Ես առողջ եմ, ինձ ինչ էլ եղել է, իմ ճակատագիրն է եղել։ Տենց է։ Ապրե շատ ես այսօր էլի ասում եմ, որ մեծ ուժ եմ ստանում քո կողքին նստելով ու շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ։ Իրական շատ։ Ես էլ եմ շատ ուրախ, ես вообще տեսել եմ ձեր ընդհանուր արած գործերը ու իրոք ուրախացել եմ, որ տենց զինվորներ են եղել, որ դուք անձամբ գնացել եք, տեսել եք, օգնել եք, որովհետև այսօր չգիտեմ էլի կառավարությունը ինչ է մտածում, մարդիկ ինչ են մտածում, շատ հազվադեպ մարդիկ են, որ մեր կողքն են կանգնած, բայց չենք հուսախապում։ Մենք որ կռվի ժամանակ չենք հուսախապվել, իրենց սխալներից մենք չենք հուսախապվի։ Միլիոն տոկոս։ Ցանկություն այլ բան է, իհարկե մտահղացում եմ ներ պատերազմից հետո անցնել ես գործի։ Ես մենակ ուրախ եմ ու սկզբանե պլանավորված էր զոհվածների ընտանիքներ այցելել, բայց հետո հասկացա ես չեմ կարող։ Ես դեռ այնքան ուժեղ չեմ որ նստեմ զոհվածի։ այդ հավատացեք շատ մեծ համապատասխանատվություն է կրում։ Եվ հետո որոշեցինք ուղղակի ներկայացնել տղաների, որոնց շնորհիվ ապրում ենք բոլորս։ Ովքեր են տեղն եղել բոլորիս համար, բոլորիս հայրենիքն են պաշտպանել։ Եվ իհարկե մտահղացումը այլ է, բայց այդ ամեն ինչը բնականաբար բարի մարդկանց շնորհիվ։ Հա, չէ՞։ Միանշանակ։ Միշտ չի, չէ՞ որ դու ինչ ուզես կարող ես անել։ Միշտ կա որ ինչ-որ խնդիր կա եւ իհարկե ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բարի մարդկանց, ովքեր ժամանակ առ ժամանակ աջակցություն են ցաբերում անհատական զինվորներին։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք ընտրում են հենց մեր նախագծի զինվորներին, հա, որովհետեւ մենք պլանավորում ենք, չգիտեմ, հնարավոր է շատ նկարումներ անել եւ հանձինս ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Դիանա Սիմոնյանին, ով եւ նրա ընտանիքին, ով նախագծի առաջին օրվանից ասաց, որ մեր կողքին է եւ հնարավորինս շատ նկարումներ արդեն պլանավորեցինք եւ մինչ օրս նախագիծը ապրում են նրանց շնորհիվ հիմնականում շնորհակալ ենք շատ բարի գործի համար եւ այդքան հայ լինելու համար Հայաստան չապրելով, որովհետեւ մենք երբեմն տեսնում ենք անտարբեր հասարակություն շատ հաճախ Հայաստանում ապրելով, չէ՞։ Ես մի անգամ մի հատ կադր եմ տեսել, որ ինձ վրա այնքան ազդել է, ես իմ նախագծի զինվորներից մեկը եկել էր Երևան եւ ուզում էր ինձ հետ հանդիպել, իր մայրիկի հետ էր, հիվանդանոց գնալուց առաջ պետք է ինձ տեսներ, Ռուսիայի տարածքում էր։ Եվ երբ որ ես իջնում եմ, որ ուղղակի իրան տեսնեմ, տեսա որ դժվարությամբ փողոց անցնում ու մեքենաները ազդակներ են տալիս, արագանցիր վիճակով։ Ես այնքան վատ զգացի դրան, ես ուզում եմ այնտեղ ուղղակի մի հատ աղմուկ բարձրացնեմ, այդ հասկացա որ տեղում չի, ես էլ այդ մարդը չեմ։ Ես հավատացեք շատ եմ դրա հետ կապված, մտածում եմ բարձրացնում, ես չեմ կարողանում ընդունել այդ փաստը։ Ու երբ որ դրա հետ զուգահեռ տեսնում ես մարդկանց, ովքեր իրենց համեստ կամ ինչ որ չափով հնարավորության դեպքում որոշ եկամտի մասը առանձնացնում են զինվորի համար իրենց ամսական։ Այդ հարգ է։ Հասկանում ես, որ ամեն ինչ հարգելու, հա, եւ հայ իրական տեսակը դեռ ապրում է։ Դեռ ապրում է։ Եվ մենք ստացել ենք փոքրիկ բյուջե եւ յուրաքանչյուր զինվորի տուն այցելելիս փորձում ենք դրամական նվեր փոխանցել։ Դա խնդրում եմ որպես նվեր ընդունի, որովհետեւ ես դեմեմ այն օգնություն ասված էին, մենք գնացինք զինվորներին օգնեցինք եւ այլն, երբեմն դա այն կարգի ցածր մակարդակով անգամ արվում, որ զինվորներն են իրենց վատ զգում անգամ, չէ՞։ Եվ մենք նպատակ ենք դրել ոչ թե օգնել զինվորներին, այլ ուշադրություն դարձնել եւ նվերներ փոխանցել։ Խնդրում եմ կամ քեզ համար շատ կարևոր ծախսերի վրա օգտագործել այդ գումարը կամ մեր բոլորի կողմից ինչ-որ տարբեր նվեր առ եւ մեզ հիշիր եւ ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին կանգնած են եւ որոնց շնորհիվ մենք կարողանում ենք ավելի շատ զինվորների ուշադրություն դարձնել եւ ուզում եմ հավատալ, որ այն անտարբերությունը, որ կամաց գնում է դեպի այս թեման, ժամանակար բնութագրում եւ նորից մարդիկ կարթնանան եւ նորից կգնահատեն այն տղաներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք ազատ անկախ Հայաստանում։ Հուսով եմ դեռ ազատ անկախ Հայաստան։ Չէ կմնա, բայց ասել եմ, ճիշտ է, ես Ղարաբաղում եմ եղել, ես այնտեղ եմ կռիվ տվել այս վիճակին հասել, բայց երբ որ բանը հասնի Հայաստանին ու ես իմանամ, որ ստեղի հետ կապված վտանգ է սպառնում, ես չեմ կարող նստեմ տեղից, ճիշտ է, ընտանիքը միանշանակ դեմ է դրան, բայց ես չեմ կարող, որովհետև ես ունեմ կորցրած ընկերներ, ես այնց մարդկանց կորցրեցի, որ այսօր չեմ կարող իրենց գերեզմանները գնամ, ցավոք սրտի։ Ու ես անգամ կորցրել եմ իմ
հոգեբանական զգացում է, երբ որ մարդիկ այս թեմաներով խոսելուց կամ ինչ որ բանից նեղված են լինում, կարողանում են արտասվելով դատարկվել, իմ մոտ այդ բացարձակապես չի ստացվում։ Ես արդեն 8 ամսից ավել ընդհանրապես իմ աչքերից մի կաթիլ արցունք չի եկել։ Քարացել եմ ես։ Վազգեն ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ներողություն խնդրել բոլորիս անունից, որովհետեւ դու վիրավորվել ես բոլորիս հայրենիքը պաշտպանելիս եւ այնտես եղել քո ընկերների հետ բոլորիս փոխարեն։ Եվ խնդրում եմ ընդունիր այս համես նվերը բոլորիս կողմից եւ հուսով եմ, որ այս ընթացքում զինվորների ընտանիքում գիտեն, որ ահավոր մեծ են ծախսերը։ Գիտեն, որ մեծ են խնդիրները։ Հուսով եմ ինչ-որ չափով տատիկին կօգնես այս առումով, դու էլ լավ կզգաս քեզ, որ ինչ-որ բանով կարողանում ես տատիկի կողքին լինել եւ այս ճանապարհին քո կազմման տատիկին, այսինքն աշխատել պետք չի, կփորձենք հնարավորության շրջանակներում բարբերաբար ինչ-որ մի բան անել, որ դու ստիպված չլինես ուղղակի այս վիճակով աշխատել, որովհետեւ եթե պետության կողմից գնահատված չի, այսօր այդ ամեն ինչը, ապա բարի մարդկանց կողմից հաստատ այդ ամեն ինչը գնահատվում է։ Ես անձամբ կփորձեմ բոլոր հավանավորական անձնակազմի շրջանակներում քեզ ներառել, որպեսզի դու էլ հանկարծ քեզ ված չզգաս ու բարդ լինես, որ այո, այսօր դու կարողանում ես աշխատել այդ առումով եւ օգտակար լինել տատիկին եւ քո շնորհակալություն այդ տարբերակով տատիկին հայտնել լավ։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, դուք չեք կարող պատկերացնել, թե ինչքան կարևոր է այդ ամեն ինչը զինվորների ընտանիքներում եւ զինվորների համար այդ օրերին։ Եվ եթե դեմ չես Վազգեն ջան, մեր զրույցին միանա տատիկը։ Զրույցը ամբողջական դարձնելու համար, որովհետեւ հասկանանք, թե այդ օրերին ինչ ապրումներ ուներ, ոնց էր կարողանում դիմակայել, պայքարել եւ ինչպես է ձեր հանդիպումը եւ հիմա ինչ ընթացքում է այդ ամենը։ Ես ավելի լավ այդ մասին ես խոսեմ, որովհետեւ իմ տատիկը հաստատ այնա խնդրեմ արդեն հուզվել է, ավելի լավ է ես պատմեմ այդ ամեն ինչը, թե իմ կոմայի ընթացքում տեսած վիճակը, թե հիմիկվա։ Երբ որ ես կոմայի մեջ էի, դե արդեն իմացել են, ես անձամբ պետք է խոսեմ։ Բայց տատիկը մեզ միանա նոր, լավ խոսի։ Ամսի 27-ին էր, չէ՞, երբ որ սկսվեց։ Ընկերուս տանը նստած էինք, հեռուստացույց ենք նայում։ Մեկ էլ հաղորդեցին, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում, գործողություն է սկսվում։ Ես միանգամից քարացա իմանալով, որ ասենք իմ երեխան բանում է, ծառայության մեջ է։ Սա եղավ իմ ամենադաժան այն րոպեները իմ կյանքի, որ ես այսքան արդեն 60 տարեկան եմ։ Բայց ամեն վարքյան աչքիս առաջ գալիս էր, գիտեք, ինչ տեսարան։ Չեմ ուզում ներկայացնեմ պատկերացրածս, բայց երբ որ սկսվեց արդեն պատերազմը, պատերազմի 2 օր առաջ Վազգենը զանգից եղավ իմ վերջի խոսակցությունը իր հետ։ Վազգեն ասում եմ, Վազգեն ասես խառնա վիճակը ձեր մոտ ոնց է։ Դա ջան լավ է, ամեն ինչ լավ է, մի մտածի, ամեն ինչ լավ է, ասում եմ։ Ճիշտ ես ասում Վազգեն ջան, դե սկզբից ինքը որ Սվյազի վրա էր ծառայում, հետո իրան փոխել են Դեքսանի վրա։ Ես մտածում եի, որ արդեն ինքը դեպի առաջնագիծ է, էլի, ասենք իրանց այդ գործողությունները։ Մի խոսքով այդ եղավ իմ վերջի խոսակցությունը, դրանից հետո իմ խոսակցությունից հետո զանգում է աղբորը։ Չգիտեմ ինչ է խոսում, ինչ չի խոսում, Վահանն ինձ ոչինչ չի ասում, մեզ ոչինչ չի ասում, բայց Վահանը իմանալով, որ արդեն շատ վատ է դրությունը այնտեղ։ Դուք շնորհակալ։ Վերջը։ Սենց ամեն օր արդեն որ սկսվեց այդ զոհերի մասին խոսակցությունները, որ արդեն ցուցակներ էին արդեն հայտնում, որ վիրավորներ ունենք, այդքան, ասենք, զոհեր ունենք, ես ամեն Մկրտչյան բառը կարդալուց, ազգանունը կարդալուց, ես չգիտեմ, ես մեռել եմ նորից հետ եմ եկել, մի խոսքով իմ տունը մի հատ անտանելի սենց վիճակ, որ ես չգիտեմ, ես պատրաստ էի դիմավորելու իրան արդեն իհարկե թող Աստվածների ինձ իմ մտքերի համար, որ ես իրոք այդ բաներն եկել է իմ աչքի առաջ, որ սպասում է ես այ երեխու անունն անդե գրվելու։ Մի խոսքով այդ ապրումներից դուրս գալուց հետո քնած եմ մի օր գիշերը ժամը 2:30-ը։ Հեռախոսից վրա զանգ եկավ, զանգում է իմ եղբորս աղջիկը։ Ասում է Facebook-ում բան եմ կարդացել, Վազգենը 2001 թիվն է, չէ՞, ասում եմ, հա։
ասում եմ, ինչ ես կարդացել, վեր թրատեղից, ինչ ես կարդացել, ասեց, հայտարարություն է գցած, որ փնտրում ենք ծնողներին, որ 2001 թվականից ծնված Վազգեն Հմայակի Մխրճյան, դուք պատկերացնում եք իմ վիճակը, երբ որ փնտրում են ծնողներին, արդեն ես մտածելով, որ իմ երեխուն արդեն ուրիշ ձև են ներկայացնելու մեզ։ Կարելի է ես չշարունակեմ, ես հոգեբանական ճնշումը նորից սկսվեց իմ մոտ, ես ինչ եմ ապրել այդ րոպեին։ Խոսքով հաջորդ օրը, ես այդ օրը գիշերը ինձ ոչ մեկ չթողեց ես հիվանդանոց գնամ, ասեց, որ աստղիկ հիվանդանոցում ա գրածա։ Առավոտը գնացել ենք, չթողեցին գիշերը գնանք։ Գնացել ենք, մի խոսքով մտել ենք մի անգամից այդ պրոֆեսորի մոտ, որ ինքը ներկայացնում է, թե ինչ վիճակ է ու թույլ չեն տալիս մտնենք այնտեղ։ Երկու բառ բացատրելուց հետո, որ իր հետ ինչ ա կատարվել, ինչ կարգավիճակում է, ուղեղի վրա ասեց ինչ որ գեմատոմաներ ա առաջացել, ինչ որ հարվածից այդ բեկորները մեկը հանել են, մեկը մնում է, ես վատացա այնտեղ, ոչինչ չեմ հիշում։ Այդ մինչև փոքր աղբյուր։ Մի խոսքով արդեն երբ որ թույլ տվեցին ես մտնում, ինքը կոմայի մեր, ինքը հենց հիվանդանոց բերել են աստղիկ հիվանդանոց, ինքը արդեն կոմայի մեջ է եղել։ 11-րդ օրը անջատեցին, արդեն որ իրավիճակը շատ բարդացավ, իր վիզը սկսեցին ծակել, լեզուն ուռել էր բերանի մեջ, շնչառություն չկար, միած ծակեցին այդ որ արդեն թթվածին արդեն կարողանային տային ինքը շնչառությունը գարեր ու կերակրել կարողանային, այդ ընթացքում արդեն ես вообще չէի կարող, գնում եմ ես չէի կարող կողք նստեին նայի, մենակ այն որ 11-րդ օրը ես առավոտը շուտ գնացի եկեղեցի պատարակին մասնակցեցի, այս խաչը որ վզին է իրա, ինքը հլը կոմայից դուրս չէր եկել, խնդրեցի Տեր հայրին ասեցի, խնդրում եմ իշ կլինի, իմ Վազգենիս համար աղոթեք այս խաչը տանեմ գցեմ իրավից։ Անուն ազգանունը հարցրեց, աղոթեց խաչը, վերջի գնացի հիվանդանոց, հլը ինքը կոմայի մեջ էր։ Լրիվ շփեցի իրա մարմնով, սենց դեմքով, գլխով, այս խաչը սենց դրեցի բարձի կողքը ու Աստված խնդրում եմ ասեցի։ Թող ես լինի իմ երեխու վերջի օրը կոմայի մեջ մնալու։ Ես տուն եմ գալիս արդեն մաման ա գնում հիվանդանոց։ Դու զանգում են ընդեղից ասում են Վազգենը դուրս եկավ կոմայից։ Պատկերացնում եք ես ինչ եմ ապրել այդ օրերին։ Վերևն Աստված կա, ես հավատում եմ իմ Աստծուն։ Հավատում եմ իմ Աստծուն, որ փրկեց իմ Վազգենին իմ համար։ Դե չէ Վազգենից հետ մի բան եթե հանկարծ լիներ, ես հաստատ այս րոպեին ստեղ չէի լինի։ Ես իմ Վազգենին ուրիշ ձև եմ մեծացրել, ուրիշ ձև եմ սիրել։ Իր մանկությունը իմ ձեռքերի մեջ ա եղել։ Իմ համար դաժան օրեր էին։ Պատերազմից օրը որ սկսվեց այն փոքրիկին նայում եք դուք։ Իմ փոքր քույրն է, մորը։ Վերահատության գլխի չարվորակ ուռուցքով հիմա չկա իմ երեխեն։ 40 քամսի 6-ին լրացավ, հրաժեշտ տվեց մեզ հիմա Հիսուսի գրկում այնքը։ Խոսքով երկու գլխի վիրավորներով ես տառապում էի այդ ընթացքում, նա էլ գլխի վիրահատում, սա էլ գլխի վիրահատում։ Էսի շատ էր իմ համար մի քիչ։ 3 տարի 9 ամսեկան այնքը եղել, որ մահացավ։ Գնաց Հիսուսի մոտ։ Ես մենակ իմ քրոջից մի բան եմ սովորել։ Ցավ եմ ապրել մենակ ես։ Փոքր էր, բայց ես սովորել եմ սիրել բոլորին։ Ինքը սաղին սիրում էր, վատը կլինի, լավը կլինի։ Ինքը առեղծված էր էս երեխեն։ Ծնված օրվանից երբ որ իր լեզուն բացվեց Հիսուսի երգերն էր երգում։ Իսկ կարամ դնեմ լսեք ինչ ոնց էր երգում ուրիշի համար ճանապարհից տվեք Հիսուսի երգը։ Ինքը անգամ ադրբեջանցի երեխու համար երգում էր այդ երգը։ Երգում է ու այդ երեխուն այնց անում, այդ երեխեն առաքում իր համար աղոթում է, կանչում տանում է, որ այդ ադրբեջանցի երեխեն աղոթի։ Գիտեք ոնց, ես նացիոնալ, ասենք, մարդկանց մեջ այդ տարբերությունը չեմ դնում։ Տարբեր երկրներից են դասավասել մարդ ենք։ Իսկ այս կռիվը որ կա, սա փողն է։ Եթե չլիներ այդ փողը, չլինի այս կռիվը, եթե չլիներ մարդկանց ագահությունը, չէր լինի այդ ամեն ինչ։ Չգիտեմ, ներ ծանր թվարկումներից մեկն էր։ Ես քեզ շատ սիրեցի, ես քեզ շատ ուրախ եմ որ ճանաչեցի։ Դժվարը անցյալում է,
Ձեզ ուզում եմ շատ մեծ համբերություն մաղթել, որովհետև եթե դուք իզորու եք եղել այդ անանցանելի օրերը անցնել, ապրել, եթե դու կարողացել ես հասնել այսօրվան, իսկ դու գիտես հավանականությունը ինչքան քիչ է եղել հասնել այսօրվան։ Շնորհակալ ենք մենք, իրոք մեր մեծ սերն ու ոնց ասեմ, հավատը, որ դեպի Հիսուսը, որ փրկեց իմ երեխուն, իմ Վազգենին։ Ես առանց Վազգեն կյանք չունեմ, իմ համար ինքը մի հատ ուրիշ աշխարհ է, չգիտեմ։ Ամենացավոտ պահը որ եղել է իմ աղբոր համար, իմ աղբերը մի քիչ ավելի սառնասիրտ է, ինքը սպորտսմեն է եղել 4 տարեկանից, вообще իր մոտ սառնասրտությունը կա, ինքն է լրիվությամբ լսել թե հիվանդանոցում դոկտորը ինչ է ասել իմ հետ կապված, լրիվությամբ մեկ էլ ես իրան եմ զանգել, կռվի 3-րդ օրը, երբ որ ինձ ասացին որ դե ռացիաները սաղի մոտ էր, լսեցի որ ասացին սույերը դուրս են եկել մեր կողմ, զանգեցի աղբորս ու ասացի տնեցիկին լավ գնաս, հաջող արեցի, ու դրանից հետո էլ չեմ զանգել։ Ու իմ աղբերը հալալ է իրան, որ ինքը կարեցել է իրան։ Ինքն էլ իր հերթին է կուլ տվել այդ ցավը ու զսպել իրան, որ մեզ ոչինչ չի ասել։ Պատրաստման ծառայության գնում։ Չէ, մի տարի ունի, բայց այս պետությունը եթե ինքը չի ծառայելու։ Ինքը ոչ թե չեմ ուզում ինքը ծառայի, ինքը չի ինքը խնդիր ունի ուղղակի ողնաշարի հետ կապված։ Մնում է պետությունը սկալուզ ունի ինքը, ու պրիտոմ 4 մատը վնասված է, այդ սպորտի ժամանակ է վնասվել երևի։ Ես համբերություն եմ ձեզ մաղթում, երբեք եմ հայտնում, թե ձեզ նման զինվոր դասիրակելու համար, նման հայ դասիրակելու համար, թե քեզ, որ ուղղակի այդքան լավն ես։ Կհավատաք այս վիճակում ինքը, որ արդեն սենց նորից էլի խառնաշփոթ բան եղավ, չէ՞, այս Գորիսի այս մեր Սենսյունիքի մարզում որ սենց բաներ էր կատարվում, ինքն ինչ էր ասում ինձ, ես գնալու եմ։ Տղա ջան, հələ դու գիտես ինչ ես, հələ կես վերահատություն ունես հələ դու նորից անուլ, ուր ես գնում։ Չէ գնալու եմ ասում։ Չէ Վազգեն ջան, դա չի լինի արդեն։ Ես դա մյուսը չէ թե այլով է։ Գնացողներ կլինեն։ Դուք դիվ հələ ապակինվես, հələ քեզ պետք է։ Գնացողները պետք է գային մեր կողը, կայնեն որ մեզի չխփեին։ Գնա։ Փախանելի։ Ես նկանգ շնորհակալ եմ ձեզ, շատ դրական լիցքով եմ գնում ձեզ տնից եւ ուզում եմ որ միշտ դրական առիթներով հանդիպենք։ Շուտով ծնունդս է, եթե հնարավոր ամսի 11-ին։ Եթե կարողանաք մեծ հաճույքով ես ձեզ կհրավիրեմ։ Դու հրավիրում ես, մենք գալիս ենք անպայման եւ ես մեր հետևորդներին խոստացել եմ զինվորների կյանքում կատարվող դրական փուլերի մասին, կլինի դա ծնունդ, նշան, կնուն, կապ չունի, հարսանիք, անպայման ներկայացնել եմ, որովհետև նրանք ուրախանում են շատ զինվորներին տեսնելով ուրախ։ Նման դեպք ունեցել ենք արդեն։ Գիտեմ, Երջանիկը իմ հետ է սովորել մի քանի տարի առաջ։ Մենք սովորել ենք Տիգրան Մեծյանվա ռազմամարզական հատուկ վարժանում, ինքը ուղղակի շուտ է դուրս եկել։ Ես Տիգրան Մեծյանվա ռազմամարզական վարժանը 5 տարին սովորեցի, ավարտեցի ու գնացի բանակ։ Երջանիկը ո՞վ է։ Որ նշանվել են ամուսնացած։ Հա, ես իրեն դեռ չեմ նկարել, բայց պատրաստում ենք նկարել։ Այ իրան մասին է խոսքը, ինքը իրանք հենց բուժքույր սոնան որ կա, հենց նույն հիվանդանոցը թե որտեղ որ ես եմ եղել, ուղղակի ես իրանից շուտ եմ դուրս գրվել, ինքը դե հələ պարկած էր, իր վիճակը մի քիչ ավելի բաներ էլ իրանը թե քայլելու հետ կապված թե ձեռքերի հետ կապված, սա հավաքած էր համարյա այդ բաներով երկաթներով։ Արկասո այսօր ինքը իր երջանկությունը գտավ։ Էդի էլի ինձ այդ նույն բանը էլի ինձ ուժ է տալիս, որ ինքը հələ դեռ այդ վիճակում այդ քայլը արել է, ես այս վիճակում ուրեմն հələ էլի շատ բան ունեմ անելու։ Հակի պետքա մի քիչ ժամանակի հետ համատեղել, որովհետև չենք կարա ամեն ինչ անենք, որ հա, ասեմ ուզում եմ վաղը մեքենա ունենամ, բայց ոնց ունենամ։ Եթե ժամանակա պետք է այդ ամեն ինչը ստեղծելու համար։ Դրա համար համ պետքա գնահատենք ժամանակը, համ պետքա գնահատենք այն ինչ ունենք։ Ու փորձենք մի քիչ ավելի ստեղծել, որովհետև կա այդ հնարավորությունը ստեղծելու։ Երբեք թող չասեն չկա։ Ուղղակի ժամանակ ու մի քիչ խելք։ Ճիշտ ծախսելու համար այդ ժամանակը։ Իսկ մենք կհանդիպենք ուրեմն ամսի 11-ին քո ծննդյան։ Իհարկե, ես իրոք սպասում եմ։
Ծննդես անելու։ 20-ս է լրանում գոնե պետք է Չենք ասում, ես եմ ինչ, բայց անպայման իհարկե 20 տարին է լրանում իրար։ Պետք է, նամանավան տես դժոխից հետո պետք է նշել կարծում եմ, այո։ Հարգելի հետևորդներ, դուք Արգոն բլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք մեր հերոստայերթ հաղորդաշարը։ Մենք քաղաքեշ միացնում ենք Մկրտչյան Վազգենի բնակարանում շատ հայրենասեր մի տղայի, ով նույնիսկ այս վիճակով պատրաստ է հայրենիքի համար կռիվ տալ, եւ ես հեռանում եմ շատ դրական տպավորություններով, ես մեկ անգամ ասում եմ, ցանկանալով առողջություն ու համբերություն։ Դժվար անցյալումը պետք է նայել առաջ եւ ապրել բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր չապրեցին, որպեսզի մենք ապրենք, չէ՞։ Նրանց հիշատակը միշտ վառ պահելով։ Իսկ դուք լայք եք տեսանունը, որպեսզի մեր հերոս Վազգենի մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ տեսանունը թե տարբերակով ավելի մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ մեկնաբանությունները ողողեք դրական կարծիքներով եւ մեկնաբանություններով մեր զինվորի մասին, որովհետեւ մեր զինվորները կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Եվ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի նոր թողարկումներ դիտեք առաջինը։ Ինձ էս հետ Արգոմուսյաններ կհանդիպենք հաջորդ հարմարի դեպքում, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին։ Խաղություն եմ աղթում բոլորիս։ Հերոս տղերքը մեր, ելանված ուխնի մեր, զոհվել չկա տղեք, կրվի ժամի